Ուրեմն հարգելի իմ դիտորդ, ես նորից ուզում եմ խոսել երեխաների ջուրն ընկնելու հետ կապված բացահայտումներին, ինչպես որ նշել էի, ինչպես որ ասել էի, այդպես էլ իրավիճակը գնում է եւ իմ մեկնաբանությունների մեջ պատասխանել էի այսպես մեկնաբանություն գրողին, որ ամսի 17-ից մինչև 18-ը ընկած ժամանակահատվածը պիտի որ կգտնեն, մեծ հավանականությամբ կգտնեն։ Եվ քանի որ չունեմ երեխաների ծնված օրը, ամիս, ամսաթիվը, ինձ մնում էր միայն այդ տարածքի, աստղային քարտեզը ուսումնասիրել, ինձ ինչա ցույց տալիս աստղային քարտեզը, ուրեմն լուսնի դիրքը գտնվում է այրուց համաստեղությունում, այն տեսանելի է երեկոյան երկնքում եւ մայր մտնելու, ուրեմն կեսգիշերին մոտ։ Մոլորակների տեսանելիությունը, ուրեմն այսօր երեկոյան գիշերը Վանաձորի երկնքում անզեն աչքով տեսանելի է լինելու Մարսը եւ Սատուրնը ուշ գիշերային եւ լուսաբացի ժամերին։ Եթե մենք նայում ենք եղանակների ազդեցությունը, աստղերի դիտմանը եւ որոնողական աշխատանքներին, այս օրերին ավելի շատ խանգարում է ոչ թե մոլորակների դիրքը, այլ տեղական անպամացությունները եւ գետի վարարումը, ինչը դժվարեցնում է տեսանելիությունը ջրի տակ։ Եթե մենք նայում ենք տեղանքի աշխարհագրական քարտեզում, ուրեմն ասեմ, որ փրկարարները որոնում են գետի հոսանքի ուղղությամբ, հաշվի առնելով ջրի արագությունն ու հնարավոր արգելքները, քար, ծառ, ճյուղ։ Այսօր աշխատում են նաև անօդաչու սարքերը։ Ուստի այստեղ Մերկուրի եւ Լուսնի դիրքը մեզ ցույց է տալիս, որ Լուսինը քանի որ գտնվում է առյուծ նշանում, ինչը տալիս է հստակություն, բայց նաև հուզական մեծ լարվածություն, եւ Մերկուրին, որը պատասխանատու է տեղեկատվության եւ գտնելու համար, այս շրջանում աջակցում է տրամաբանական եւ կազմակերպված քայլերին։ Եթե այդ բոլորը արվի, պետք է որ այսօր երեկոյան կամ մինչև վաղ առավոտյան գտնեն նաև 13 տարեկան աղջկան։ Ցույց է տալիս ուրեմն ջրային տարի ազդեցությունը, քանի որ դեպքը կապված է գետի ջրի հետ, աստղագուշակության մեջ հաշվի է առնվում ձկներ կամ խեցգետնի ազդեցությունը։ Ուրեմն այսօրվա դասավորվածությունը հուշում է մեզ, որ պետք է ուշադրություն դարձնել այնպիսի տեղերին, որտեղ ջուրը կանգ է առնում կամ թեքվում է, շրջապտույտ է անում ծառերի եւ քարերի արանքում պետք է փնտրել։ Այսպես բան կա աստղագիտության մեջ, ուրեմն կորածներին գտնելու հնարք, եւ դա կոչվում է հորհար քարտեզ։ Աստղագիտության, ուրեմն սա հատուկ ճյուղ է, որը կորածներին փորձում է գտնել եւ որոշում է տեղը։ Եթե մենք նայում ենք այս կանոնների հետ համաձայն, ուրեմն երեխայի թաքնված դիրքը նշանակում է որոնվող օբյեկտը կարող է լինել տեսադաշտից ծածկված հատվածում, օրինակ ջրի տակ կամ ափամերձ թփուտներում, որտեղ այսպես ջուրը կանգնած է կամ ինչ որ բան այսպես իրա վրա է, չի երևում եւ տալիս է գտնելու համար ոչ բարենպաստ դիրք։ Եվ եթե մենք փորձենք աստղով նայել նաև ջրի ուժեղ ազդեցությունը, քանի որ լուսինը եւ մյուս մոլորակների ասպեկտները հատվում են ջրային էներգիայի հետ, աստղերը հուշում են այս պահին, որ որոնվող անձը գտնվում է բացարձակապես ջրային միջավայրում կամ դրան շատ մոտ, այսպես հատվածում։ Դրա համար եմ ասում ափամերձ շրջանում, ցույց է տալիս ծածկված դիրք, ուրեմն տեսանելիության դաշտից ինքը ծածկված է այս 13 տարեկան երեխան։ Այսօրվա գտնվելու հավանականությունը կամ վաղ առավոտյան գտնվելու հավանականությունը բավականին այսպես մեծ է, որովհետև աստղային քարտեզը ցույց է տալիս այսօր մարդկանց կենտրոնացման էներգիան, որը գտնվում է գագաթնակետին, դրա մասին խոսում է Լուսինը այրուծում։ Էսի այստեղ
Այնպես որ եկեք մի հատ էլ մեր տառոներին հարցնենք, 13 տարեկան երեխան հիմա ջրի որ հատվածում է, թող ցույց տան տառոները, 13 տարեկան աղջիկը ջրի որ հատվածում է, ազդելա վրես եթե անկեղծ, ջրի որ հատվածում է 13 տարեկան աղջիկը, բնականաբար, ասեցի, որտեղ որ ջուրը պտույտ է գործում, հիշում եք, որ հատվածում է երեխան, ինչ-որ բան իրան պահել է, բայց չգիտես ինչի այսօր ինձ ցույց է տալի, որ կարան գտնեն, այո, ինչ-որ բան իրան պահել է, լունա, երևի ավելի շատ, եթե գտնեն, այսպես օրը ցերեկով ավելի շուտ մթնշաղին կարող է լինի գտնելը, լունա այստեղ բերում է, տեսեք ծածկված իրան, ցանկալի կլինի, որ պտտվող և ափամերձ տեղերում նայել, ֆարտունան այդպես է մեզ ցույց տալի, դե կարտա ունմիրինսցի երկու երեխային էլ ցույց է տալի, կգտնեն ամեն դեպքում, երկրորդին էլ կգտնեն և շատ մեծ հավանականությամբ կամ երեկոյան այսպես մթնշաղին կամ վաղ այդպես առավոտ շուտ, որ նոր լուսանում է, մեծ հավանականություն կա գտնելու, որովհետև նաև մոլորակների դիրքը ցույց է տալիս, որ բավականին կենտրոնացված, այսինքն այսօրվա աշխատանքները բավականին այսպես ճիշտ կենտրոնացված կլինեն, ուղղակի որտեղ որ ոլորապտույտ է անում ջուրը, բավականին ցածր դիրքում է գտնվում այդ երեխան, երևի այսպես բարձր գոտուց են ընկել ու ավելի ցածր է գնում, գնալով իջնում այս այդ տարածքը չգիտեմ էլի, որտեղ որ պտույտ է անում, կարա այդպես բերած գցած լինի այդպես ինչ-որ մի տարածք մոտ այդպես քարերի մարերին, որտեղ տեսանելիություն ուղղակի այդպես չկա, ամեն դեպքում ու ինչ-որ բան կա վրան, չգիտեմ, հույս ունեմ, որ կգտնեն, այսպես